Մեծարգո վարչապետ, վարչության հարգելի անդամներ, սիրելի կուսակցական ընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Այսօր, երբ Հայաստանը հաստատուն քայլերով շարժվում է դեպի հարատև խաղաղություն, շատ կարևոր է խոսել այն մասին, թե որն է բանակի դերը անվտանգության նոր ճարտարապետության մեջ, ինչպիսին պետք է լինի բանակը եւ ինչ են կարել այն արդիականացնելու համար։ Բանակը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորներից մեկն է, եւ այն պետք է լինի պաշտպանունակ, համալրված ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկայով, ունակ իրականացնելու երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու իր առաքելությունը։ Եվ որ ամենակարևորն է, պետք է փաստել, որ բանակը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս անելիք չունի։ Իհարկե, մեծ է գայթակղությունն այսօր անդրադառնալու վերջին շրջանում ակտիվացած բազում փրկիչներին, օտարերկրյա փորձագետների, հրահանգիչների եւ շատ հարգելի արհեստական բանականության երկնած տեքստերին ու ծրագրերին, բայց ես ընդամենը խորհուրդ կտամ նրանց մեկ անգամ կամ գուցե եւս մեկ անգամ կարդալ Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգը, որտեղ կգտնեն իրենց բոլոր մտքերի զգալի մասը ոչ միայն հարցերի, այլև լուծումների տեսքով։ Չեմ բացառում, որ հանդիպեն ուղիղ մեջբերումներ։ Այժմ խոսենք նույն հայեցակարգից բխող մի շարք լուծումների մասին, որոնք համակարգային են եւ այսօր արդեն իրենց առանցքային հետքն են թողել բանակաշինության մեջ։ Հստակ պատկերացում են տալիս, թե ինչ է արել իշխող քաղաքական ուժը Հայաստանի Հանրապետության բանակն ավելի պաշտպանունակ դարձնելու համար։ 2022 թվականից մեկնարկած բարեփոխումների ընթացքում ստեղծել ենք համակարգեր, որոնց հիմնական արդյունքների եւ դրական հետևանքների մասին դեռ շատ է խոսվելու։ Բանակը պրոֆեսիոնալ դարձնելու նպատակին հասնելու համար բազում փոփոխություններ են կատարել, որոնց մասին խոսեմ հնարավորինս հակիրճ։ Այսպես, արհեստավարժ բանակ կերտելու ճանապարհին ներդրել ենք պաշտպան հայրենիաց ծրագիրը, որն այսօր արդեն դարձել է կերպափոխվող բանակի կարևոր առանցքը, իսկ հազարավոր երիտասարդներ դառնում են ծրագրի շահառու եւ արհեստավարժ բանակի կարևոր մասնիկ։ Նրանք հնարավորություն են ստանում ատեստավորվել, ստանալ բարձր աշխատավարձ եւ նեցուկ կանգնել իրենց ընտանիքին եւ պետությանը։ Իդեպ, նրանց թիվն այս պահին 5319 է։ Վերջին տարիներին մեծ ուշադրություն է հատկացվել պայմանագրային զինծառայողների վարձատրությանն ու սոցիալական ապահովությանը։ Ատեստավորման ծրագրի ներդրման արդյունքում հազարավոր զինծառայողներ բարելավել են թե իրենց գիտելիքներն ու պատրաստության մակարդակը, թե ստացել են սոցիալական կայունության եւ բարեկեցության հնարավորություն։ Այսօր ատեստավորված զինծառայողները արկադրույքաչափից բացի ստանում են 205,000-ից մինչև 470,000 դրամ հավելավճար։ Խոստովանենք, որ նշված գումարն աշխատաշուկայում այլևս մրցակցային եւ մոտիվացնող աշխատավարձ է։ Կարևոր եմ համարում խոսել զորակոչի եւ զորահավաքային ռեսուրսի կառավարման ուղղությամբ կատարված փոփոխությունների մասին։ Թեմա, որ դուր չի գա պատերազմի կուսակցությունների ներկայացուցիչներին, քանզի ժամկետային զինծառայությունից խոսելը նրանք համարում են ուղիղ ակնարկ իրենց դասալիկ գերդաստանների անդամներին, ուժեղ հայրերի, ուժեղ տղերքին ու հիշեցնում նորելուկ քաղաքական գործիչներին իրենց թերարժեքության բարդույթների մասին, բարդույթ, որ շնորհ է իրենց ամենազոր ծնողներից, հոպարներից ու քեռիներից։ Եթե անկեղծ, դասալիքները ձեր զավակները չեն, գուցե նրանք մեղավորել չեն, դասալիքը դուք եք, նահատակների զոհողությունը շահարկող, այլոց զավակների հաշվին հոխորտացող պատերազմի մունետիկներ։ Հիմա զորակոչի հաջողությունների մասին։ Սիրելի հայրենակիցներ, 2022 թվականի զորակոչի համեմատությամբ 2025 թվականին զորակոչված զինծառայողների թիվն ավելացել է 25.3%-ով։ Սա մեր կատարած փոփոխությունների եւ հետեւողական աշխատանքի արդյունքն է։ Ուզում եմ նշել նաեւ, որի կատարումը պայմանագրային զինծառայության հաշվին ժամկետային զինծառայության կրճատման մեր խոստման ժամկետային զինծառայությունը Հայաստանի Հանրապետությունում այլևս 1.5 տարի է։ Բանակն ամբողջական չէ առանց պահեստազորի։ Երկար տարիներ մեր երկրում պահեստազորի հավաքներին մատերի արանքով են նայել։
Տարիներ շարունակ 100 հազարավոր պահեստազորայիններ չեն իմացել ինչ է վարժական հավաքը, չեն իմացել իրենց կցագրման, ստորաբաժանման, իրենց առջև դրվելիք պոտենցիալ խնդրի հանձնարարության մասին։ Պատկան մարմիններն իրենց հերթին չեն իմացել այդ մարդկանց գտնվելու վայրի, հետագա կրթության, աշխատանքի նոր բնույթի, առողջության, հնարավոր հաշմանդամության եւ անգամ մահացության մասին։ Այսօր արդեն ստեղծված է տարածքային պաշտպանության նոր համակարգը, որի միջոցով իրականացվում են 25-օրյա վարժական հավաքները, որին տարեկան ծառայության են ներգրավում հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Սա փոփոխություն է, որ պիտի դառնա պաշտպանական համակարգի կարևոր առանցքներից մեկը։ Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր պահեստազորի քաղաքացիներին, որոնք թողնելով իրենց գործը, իրենց առօրյան, իրենց հոգսերը գալիս եւ 25 օր նվիրում են հայրենիքին։ Սպայակազմի համալրման, կրթության եւ վերապատրաստման համար առանցքային են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում կատարված բովանդակային եւ արմատական փոփոխությունները։ Վերանայվել են կրթական ծրագրերը, փոփոխվել են կրթաթոշակի չափերը, բարելավել կենցաղային եւ ուսումնական պայմանները։ 2026 թվականին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում կուրսանտների կրթաթոշակը գերազանց առաջադիմության պարագայում կազմում է 75-ից 175 հազար դրամ, կախված թե որ կուրսում են ասովորում։ Նույնը կարող եմ ասել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մասին։ Նրանք ստանում են 15,000-ից մինչև 45,000 դրամ կրթաթոշակ։ Ռազմական ակադեմիայի շրջանավարտներն այս տարվանից նշանակմանը զուգահեռ կստանան բնակարան գնելու վկայագրեր մինչև 35 միլիոն դրամ արժեքով։ Ռազմական ակադեմիայի շրջանավարտները նշանակվելով ծառայության կարող են ստանալ 620,000-ից մինչև 750,000 դրամ աշխատավարձ։ Առիթ եմ ունեցել նշելու, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կառավարման տարիներին ի տարբերություն իրենց ուժեղ եւ հաղթանակած հորձորջողների անգամներով մեծացել են բանակի վրա կատարվող ծախսերը։ 2018 թվականին մեր կառավարման մեկնարկին պաշտպանական ծախսերը կազմել են 640 միլիոն դոլար։ 2025 թվականին այն կազմել է 1 միլիարդ 741 միլիոն դոլար։ Տարբերությունը 1 միլիարդ 101 միլիոն դոլար։ Լորեցին կասեր, էշը մեյդանում են ծեծում։ Սա է մեր եւ ձեր տարբերությունը։ Սա է վարչապետ Փաշինյանի եւ ձեր տարբերությունը։ Վերջին օրերին կենտրոնից հրահանգ ստացած մի շարք խմբեր փրփուրը բերաններին իրար խանգարելով խոսում են վարչապետի հայտնած այն տեղեկության մասին, որ առաջիկայում պատե առիթով հաշվետվություն կտանք մեր հանրությանը, ներկայացնելով վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան։ Չեմ մեջբերի նրանց անհեթեթ մտքերն ու վախերը, բայց կասեմ, որ սա նույնպես էշը մեյդանում ծեծելու ակցիայի շրջանակներում է լինելու եւ ելույթս ավարտեմ ժողովրդական խոսքի համեմված այս յուրօրինակ ակցիայի եւս մի դրվագով։ Վերջին հարց ու պատասխանի ժամանակ հնչեցրել եմ, որ 2022-25 թվականներին կատարված սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումները 5 ու 4 անգամ ավելին են, քան 1998-ից 2018 թվականներին կատարված գնումները։ Խոսքը հեղափոխությանը նախորդած 20 տարիների մասին է։ Սա նույնպես ձեր եւ վարչապետ Փաշինյանի տարբերության մասին է։ Բանակը, հայրենիքը սիրելու մասին է։ Սա նույնպես էշը մեյդանում ծեծելու մասին է։ Շնորհակալ եմ։ Սիրում եմ բոլորիդ։